Այդուհանդերձ ուզում եմ երկու դեպքի անդրադառնալ, որոնց լայն կերպով այսօր կամ 3 կամ առաջին օր այս օրերին ընդհանրապես թե մամուլով, թե հրապարակային իմաստով, թե անհատներ անդրադարձել են։ Առաջինը դա մեր ակտիվիստ, գործող, հանրային գործիչ, ինքն իրեն ուղղակիորեն պատասխանատվություն տված եւ այդ պատասխանատվության ետևից գնացող սկզբունքային մի մարդու մասին Արթուր Չախոյանի, որի մի քանի օր առաջ, 2 օր առաջ դաժան ծեծի ենթարկեցին Նորքի թաղապետարանում նրա վարչական ղեկավարի կողմից իր ամբողջ խուլիգանական խմբակով։ Արթուրը գտնվում է հիվանդանոցում, մենք խոսել ենք իր հետ եւ նաեւ կայցելենք, կհանդիպենք եւ նաեւ ուզում եմ այս պահին վերստին մեր զորակցությունը հայտնել իրեն, հայտնել մեր քաջալերանքը, շուտապույտ ապակինում մաղթել եւ միևնույն ժամանակ դատապարտել այդ զազրելի արարքը։ Սա պարզապես մի փոքր դրվագ է, որ ցույց է տալիս այս խուլիգանախմբի իրական պատկերը եւս մեկ անգամ է ցույց տալիս։ Զարմանալի պիտի չլինի դա մեզ համար, այլ պարզապես այս երևույթը կամ երևույթները պետք է պատճառ լինեն մեր անելիքները օր առաջ իրականացնելու եւ վերջապես այս քաղցկեղը մեր կյանքից մաքրելու իմաստով։ Եվ տեսեք, ոչ միայն ծեծել են, բռնության են ենթարկել մի քանի հոգիներով, որը դարձել եմ ասում, ոչ մի օրենքով, ոչ մի կանոնով ընդունելի չէ, ոչ բնական, ոչ աստվածային, ոչ քաղաքացիական, ոչ փողոցային, ոչ մի ձևով ընդունելի չէ, որ այդպես հարցակվեն, ոհմակով հարցակվեն մարդու վրա, որի միակ գործը եղել է զուտ ցույց տալ այն խախտումները կամ այն ենթադրյալ չարաշահումները, առերևույթ երևացող չարաշահումները, որոնք ուղղակիորեն հանրային միջոցների մսխման պատճառ են, ոչ միայն հանրային միջոցների մսխման, այլև թերևս որոշ մարդկանց գրպանները լցնելու պատճառ կամ միջոց։ Եվ ինչ է հաջորդել դրան, հաջորդել է հեռախոսային հայոյանք եւ երկրորդ փուլով արդեն բռնության կիրառում, ուժի կիրառում, ծեծել, ջարդել հրապարակային իմաստով, մարդուն հասցնել հիվանդանոցի աստիճանի։ Սա այսօրվա իշխանավորների դեմքն է։ Եվ այդ բոլորը պատճառաբանել ինչով Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը վերագրել աշխարհաքաղաքական զարգացումների, վերագրել նրան, որ այս մարդը, այս հայտնի դարձած անհայտնությունը ինչ-որ ժամանակ գնացել է Բուչա, երևի ինչ-որ տրամադրություններ ունի, ներկայացնում է ինչ-որ կուսակցություն, որը եվրոպական բարձր արժեքների հետևորդ է, պարզում է, որ այդ նույն Եվրոպան այս մարդկանց աչքին այլ կերպով է ներկայանում, այլ տեսակով ու որակով, նրանք ինչպես կենցաղի մեջ, այդպես էլ իրենց պաշտոնավարմամբ որդեգրել են այլ արժեքներ, որոնք պարզապես շղարշել են այսպես կոչված եվրոպականով, այսինքն ինչպես ժողովուրդն ասում է, իրենք իրենց եվրո ռեմոնտ են արել, այսպես եք ներկայանում դուք, և սա դարձել ստախոսության, խաբեբայության, կեղծիքի բարձրագույն ցուցիչն ու դրսևորումն։ Սուտը բոլոր առումներով այս չարիքի իշխանության ուղղակիորեն բոլոր առումներով միակ և բացարձակ նկարագիրն է։ Եվ մենք չենք դադարելու անընդհատ ասել, որ դուք ստախոս եք, խաբեբաներ եք, խաբել եք մեծ խնդիրներում, խաբել եք ամենափոքր հարցերում,
խապել եք ձեր անձնական հարաբերությունները, ձեր ներկայանալով ու չներկայանալով։ Եվ այո, ինչ դատաստանով որ դատել եք, այդ չափով էլ չափվելու եք։ Հիշեք սա։ Եվ ուղղակի մարդկանց մղում են հանցագործության, բառից բուն իմաստով մարդկանց մղում են հանցագործության, այլ երկ չթողնելով։ Մարդկանց համար արդարությունը կամ արդարադատությունը վերականգնելու իմաստով մղում են հանցագործության այսպիսի չարաբաստիկ վարքագծով։ Ով է պաշտոնյան, որ իրավունք ունի իրեն իսկ սնող մարդուն այսպիսի բռնության ենթարկել, այն էլ այդքան մեծ ոհմակով։ Այդ պաշտոնները թեպետ ինքը չնչին արժեք ունեցող որևէ բանը, բայց այդ պաշտոնները ծառայության համար են, ոչ թե ծառայեցնելու։ Այդ պաշտոնները մարդկանց կյանքը բարելավելու համար են, ոչ թե մարդկանց կյանքը չարիքի վերածելու։ Եվ այս պատկերը պարզապես եւս մեկ անգամ գալիս է հաստատելու, եւս մեկ անգամ մեզ ներշնչելու, ուժավորելու, որ մենք պետք է կարողանանք հավաքվել, անցնել նեղ դռնով եւ այո, հաղթահարել այս չարիքի իշխանությունը խոչընդոտը, որ մեր կյանքում արկա է ամենօրյա դրությամբ։ Երկրորդը